ես բոլորը ողջունում եմ։ Այսօր խոսելու ենք խոսքի ազատության մասին։ Կարծում եմ բոլոր ներկաների համար հասկանալ է, որ խոսքի ազատության մասին կարելի է բազմաթիվ ասպեկտներով խոսել։ Մենք խոսելու ենք դրա դրսևորումը եւ դրա այսպես ասեմ հետևանքների, քրեական հետևանքների դիրքում այս միջով առավելապես իրավապաշտպան կենտրոնը զբաղվել է եւ ինչպիսի վարույթներ մենք ունեցել ենք, ինչպես ենք զբաղվել։ Խոսքը հատկապես վերաբերելու է վերջին 5 տարիների ընթացքին, մինչև կոնկրետ մասնավոր դեպքերի անդրադառնալը ուզում եմ մի քանի իրադարձություններ հայտնել։ 2020-25 թվականների ընթացքում խոսքի ազատության հետ կապված գործերով, որոնք հետագայում հանգեցել են քրեական հետաքննման, գրեթե պաշտպանական վիճակագրություն է սա, ավելի քան 300 վարույթ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետությունում։ Միայն քրեական վարույթի շրջանակների մասն է խոսքը։ Մոտ 60 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության, մոտավորապես 60 մարդու վերաբերյալ քննությունը շարունակվում է կամ նախաքննական մարմնում կամ դատարանում։ Սրանք իմ անձնական կարծիքով նաև ասեմ, պարզապես սարսափելի փոքր է։ 5 տարվա ընթացքում ես չեմ ուզել օրինական պատասխան տանել նախկինների օրոք կամ մյուսների օրոք, բայց այն փաստը, որ մենք ունենք 5 տարիների ընթացքում, մեր ասած չի կարող առնվազն համարվել ժողովրդավարական հասարակությունում արձանագրված տվել։ Պարզապես չի կարող։ Խոսքը առավելապես վերաբերում է քրեական օրենսգրքի գործող օրենսգրքի 320 եւ 330 հոդվածներին։ Դրանք նախկինում 326-ը եւ 326-ը հոդվածներն էին։ 329 հոդվածը ունի հետեւյալ վերնագիր։ Ապելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահարելու կամ քարոզելու ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, այս հոդվածով նախատեսվում է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով, եւ մյուսը քրեական օրենսգրքի 330 հոդվածը, որը հետեւյալ վերնագիր է. բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, այս հոդվածի համար նախատեսված պատիժը տուգանքից մինչև ազատազրկում է առավելագույնը 3 տարի ժամկետով։ Երկու դեպքում մենք գործ ունենք միջին ծառայության հանցագործության հետ։ Եվ գործընկերը թույլ չի տա ես սխալ ասեմ, պրակտիկա ցույց է տալիս, որ միջին ծառայության հանցագործության դեպքերում որպես կանոն դատարանները վերջ տարիներին կալանավորում հավանաբար չեն, բայց կոնկրետ այս գործերով ունենք նաև այդպիսի դեպքեր։ Սա ևս վկայում է նրա, որ խոսքի ազատության վրա ազդելու լծակ որպես պատժիչակ օգտագործում է խափանալ միջոցը։ Ընդ որում ուզում եմ նկատեք, որ օրինակ բռնության քարոզը, հենց քարոզը որպես այդպիսի, ընդամենը 2020 թվականին ավելացվեց, ինք այդ որակյալ հատկանիշը ավելացվել է ավելի ուշ։ Ընդհանուր առմամբ վերջին տարիների ընթացքում ուրեմն 329 հոդվածով, այսինքն ապելության խտրականության հիմքով 7 մարդու վերաբերյալ դատական ակտ ուժի մեջ մտած եւ 330-ով, այսինքն ենթադրված բռնություն գործադրելը կամ քարոզելը կամ ոչը 49 մարդու նկատմամբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ կա։ Մոտ այդքան մարդկանցականները հետապնդումները այսպես շարունակվում են։ Ինչն է հետաքրքիր այս ամենում, օրինակ միջազգային իրավական փաստաթղթերը կամ միջազգային պրակտիկան։ Այս կապակցությամբ շատ հարուստ նախադեպային կառուցակարգերով, չափից դուրս հարուստ, պետք չէ հեծանիվ հայտնագործել կամ նորինել։ Օրինակ, միջազգային իրավական պրակտիկան ասում է, պետք է գնահատման դարձնել, թե ինչպիսի հանգամանքներում է այդ խոսքը հնչել։ Որքան է իրական,
ինչ հուզական վիճակում է գտնվել այդ անձը, ով ընդհանրաբար բռնցակ ոչ է արել։ Ինչու եմ սա մասնավորեցնում։ Առանց շատ երկար դետալների մեջ գնալու, ես ուզում եմ մի օրինակ ասել, որպեսզի մենք հասկանանք ինչ նրան ունեցա։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 30, 10 օրվա ընթացքում 60 գործ հարուցվեց այս օրվացները։ Այդ օրերին Արցախի հայաթափան օրերն էր։ 60 անձի նկատմամբ հետապնդում, տարբեր մարդիկ մեկը ֆեյսբուքում էր գրառում կատարում եք ու հետերով ինչ-որ բաներ ասում, այսինքն հանրության հուզականության աստիճանը գագաթնակետին է հասել։ Բայց այդ օրերի հրապարակումների առումով, օրինակ այդ նույն 2023 թվականի մյուս 11 ամիսների ընթացքում այս հոդվածները գրեթե չգիտան։ Եվ մեր գործերից մեկի ժամանակ ես եւ առաջին ծանոթի վերագրիչ դատարանում այս խնդիրը բարձրացնում էի, որ մոտեցում եք ինչու չի արվել համապատասխան ընթացակարգերով, միջազգային կանոնների համապատասխան կամ ուղիղ տեքստով խախտելով դատավարական կարգը հանրային դիալոգին հարց են տալիս։ Թեև այդ իրավունքը որպես փաստաբան մեջ չունեի, գիտակցում եմ։ Արդյոք այդ տարվա ընթացքում 329-ով կամ 330-ով այդ վարույթ դատավորվել է կամ դուք ունեցել եք ձեր հսկողության տակ այդպիսի գործ։ Ես գիտեի, որ նման բայց բարձեցի, որ նման նախաձեռնություն չի եղել։ Ես ուզում եմ սրանոցից տամ, որ հանրության այդ հուզականության աստիճանը պետք է գնահատման առարկա դառնար։ Ավելին ասեմ, իմ ծանոթներից մեկը, ում փաստաբաններ ես չեմ եղել, հրապարակային Facebook սոցիալական ցանցի միջոցով ուղիղ եթերով կոչ է անում իջեք հրապարակ ժողովուրդ գնում եք սրանց հարցերը լուծեք, պետք է հետևյալներ են։ Հետապնդվեց, ձերբակալվեց, կանոնավորվեց, հետագայում արդարացավ վերջերս, ռեաբիլիտացիոն ծախսը պետությունը հավաքել էր։ Ինք այդ կոչը արել էր սեպտեմբերի 22-ին։ Կամ համացանցով չեմ ուզում շատ դետալներ ասել, ես ինքս փաստաբանը չեմ եղել, մեր կազմակերպությունը չի զբաղվել, բայց այդ անձնավորության ճանաչում արդարացվել է, նաև հենց այս հիմքով մեր գործընկեր փաստաբաններից մեկը շատ լավ պաշտպանություն իրականացել եւ արդարացել էր, որի համար բնականաբար շնորհավորում ենք նաև այդ աշխատանքի համար։ Սա ես ուզեցի նշել մի օրինակ, որ 10 օրվա ընթացքում 60 մարդու նկատմամբ նախաձեռնվել է վարույթ, նրանցից 8-ը անհապնույն օրը նկատում են 100 տարուց հետո ոչ թե ձերբակալվել են, կանոնավորվել են։ Սա ընդհանուր երևույթ է, որպեսզի մենք պատկերացնենք, որ 329 կամ 330-ի հատկանիշներով երբ խոսքի ազատությունը իշխանությունները կամ իրավաբանները կարծում են, որ արդեն սահմանը հատել են եւ պիտի քրեական հետապնդման ենթարկվեն, առանց հաշվի առնելու թե ինչպիսի իրավիճակում է այդ արտահայտությունը արվել կամ արդյոք արտահայտությունը կատարող է ինքը նկատի ունեցել հենց դա, առանց երկար բարակ քննարկելու, եթե պետք է միանգամից առնվազն ձերբակալում են խախտման միջոցի հարցը լուծելու հիմքով, օրինակ 329-ով այդ օրերին ավելի քիչ մարդեր կանոնավորվել, քան 330-ով, բայց երևույթը ինքնին մտահոգիչ է, որովհետև եթե այս գործերով հավաքվեն փաստաբանները կամ պաշտպանները եւ վկայակոչեն, թե երբ է տեղի ունեցել այդ իրադարձությունը կամ այդ հրապարակային խոսքը, գրել կասկածություններ, որ օրինակ եվրոպական դատարանում այդ բոլոր գործերով, որոնք կավարտեն, անձիկ կապահովեն դա բացիկ։ Եթե ընդհանուր անդրադառնամ իրավիճակին ընդհանուր պատկերի մասին խոսեցի, հիմա ինչ ենք մենք մեր կազմակերպությունով, ինչ գործեր ենք ունեցել, ինչ ընթացք են դրանք ունեցել։ 329-ով եւ 330-ով մենք մեր կազմակերպությունը 2023-24-25 թվականների ունեցել ենք 4 քրեական գործեր, որոնց զբաղվել ենք, իրականում 5-ն են, բայց 5-րդի մասին առանձին խոսեմ։ 4 գործերից մեկը վերաբերում է մեզ բոլորիս լավ ծանոթ Հուշակ Շուշանյանի գործի վերաբերյալ մենք
համացանականի նաև հարցազրույց ենք բարել, որը մեծ արձագանք է ստացել, շատ մեծ, այն ժամանակ դեռ առաջացան դատականակներ չկան։ Ուշերի գործը 330 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով էր, սեպտեմբեր ամսին, սեպտեմբերի վերջորեն ֆեյսբուքյան գրավված։ Ինչտեղ հետաքրքիր, պարզվեց այդ ժամանակ, որ Ուշեր Շուշանյանը դեռևս այդ տարվա մայիսին մի հայտարարություն ևս կատարել է։ Այդ հայտարարությունը արդեն նախաձեռնված վարույթ է եղել։ Հաստացիկ էական հետապատում։ Ուշեր Շուշանյանի հայտարարության դեպքում։ Նրան այդ մասին չի տեղեկացվում, երբ սեպտեմբերի 22-ին ֆեյսբուքյան գրավում է կատարում, նրան միանգամից 2 դրվագով մեղադրանք է ներկայացնում և կանոնավորում։ Առանց հաշվի առնելու, որ հատկապես սեպտեմբերյան գրավումը վերաբերում են Արցախի հայաթափմանը։ Ավելին ասեմ, հենց այդ կանոնավորման հիմքերի հետ կապված, Ուշեր Շուշանյանի գանգատը եվրոպական դատարանում, 3 չնախորդ օրը մենք նաև ստացել ենք եվրոպական դատարանի առաջարկը հասուցման պաշտության վերաբերյալ, թեև Ուշերը դեռևս որոշում չի կայացվել, 2 օր որ մենք ստացել ենք այդ առաջարկը եվրոպական դատարանից, բայց կարծում եմ միանշանակ ներշում է լինելու, որովհետև սա միայն կալանքի մասով է գործել։ Ուշեր Շուշանյանը իրական կալանքի տակ, մի փոքր է տնային կալանքի տակ, մնաց 1 տարի 4 ամիս։ 1 տարի 4 ամիս։ Ինքը այդ առումով, այս երկու հոդվածների հետապնդումների առումով Հայաստանում բացարձակ ռեկորդակիր է, իհարկե բացասական իմաստով։ Այլ որևէ անձ, իմ կողմից նշած մոտ 60 անձ, ովքեր օրինական ռեժիմի մտածնատական ակտերով դատապարտվել է, այդպիսի պատժաչափ կամ ազատազրկում չէր ունեցել։ Առաջացանի դատարանը սահմանել էր 1.5 միլիոն դրամի տուգանք և ըստեյության բավարարվել այդ 1 տարի 4 ամիս ազատազրկումով վերաքննիչ քրեական դատարանը, որտեղ ներկայացրեցինք և պաշտպանական կողմը և մեղադրանքի կողմը։ Մեղադրանքի կողմը պահանջում էր Շուշանյանին ենթարկել քրեական պատասխանատվության ազատազրկման ձևով 3 տարի ժամկետով։ Բնականաբար մենք պահանջում ենք արդարացում։ Վերաքննիչ դատարանը կայացրեց որոշում Ուշեր Շուշանյանի նկատմամբ առաջացանի դատարանի սահմանած տուգանքից ազատել, բավարարվելով նախնական քննության և դատաքննության փուլ կրած կալանքի 1 տարի 4 ամիս ժամկետով սրան է լրջրավեկ բողոք ներկայացրել և պաշտպանական կողմը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը անձամբ պահանջելով Ուշեր Շուշանյանի ազատազրկվածելով պատիժ։ Ինչու եմ սա մասին ժամանարավասը խոսում, որպեսզի ցույց տամ, որ հաշվի առնենք, որ փաստաբան է։ Այո, փաստաբան է։ Ամենայն հարգանքով բոլոր մեր գոլեգաներին ինքն են վաստակաշատ փաստաբան։ Ուշեր Շուշանյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում որպես փաստաբան իրավաբանությանը շատ ավելի ներկայ, քան ներկայիս գլխավոր դատախազը կամ քննչական կոմիտեի նախագահը։ Զուտ իր մասնագիտական աշխատանքը կատարեց, բայց անգամ այն պայմաններում, երբ արդեն եվրոպական դատարանը հատուցման խնդիր է բարձրացնում, թեև իհարկե կալանքի մասով ոչ ըստ էության գործիքնության, բայց մեր գլխավոր դատախազը շարունակում է բողոք տանել նրան պատժելու համար։ Սա գործերից մեկն էր դասական խոսքի ազատության մասին։ Գիտեք, ինչն է հետաքրքիր։ Երբ Ուշեր Շուշանյանը 2023 թվականի մայիսին ևս 3 փաստաբանի հետ մի հարցազրույցի շրջանակում խոսում է ապստամբության իրավունքի մասին, ներկայացնում դրա տեսական հիմնավորումները, նշելով, որ ապստամբության իրավունքը տեսականորեն կարող է դրսևորվել նաև զինված ապստամբությամբ, դիտարկում է որպես 330-ով բռնության քարոզ, քրեական հետապնդումներից մեկը հենց այս դեպքում է։ Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք օրինակ դատարանում, ասում ենք Ուշեր Շուշանյանը ևս 3 փաստաբանի հետ հարցազրույցի շրջանակներում մոտ 5 րոպե խոսում է ապստամբության իրավունքի տեսության մասին
դուք մի նախադասություն մեկուսի ներկայացնեք, որ ինքը զինված ապստամբության կոչ է անում, առանց ենթատեքստը ներկայացնելու, այդ դեպքում այն 3 հաստատանները, որոնցից մեկը դա ես եմ եղել, համաձայնություն եք տալիս նաև, որ այո Շրջանյանը ճիշտ է ասում ապստամբությանը, նշանակում է, որ բոլոր 4-ի պիտի մեղադրենք առաջանում, ոչ միայն իրեն, որ իր խոսքից միայն այդ արտահայտությունն է մեկուսացրել։ Մի խոսքով այս գործը, որը որակվել է որպես 230 հոդվածի քերեկան հանցագործություն, այս այն գտնում է վճռավեկ դատարանի գտում, մենք ակնկալում ենք, որ արդարությունը կհաղթահարի եւ սա շատ բացառիկ է նաև իր ծանրության պատժի խստության առումով։ Նրա կալանավորումը տված հատավորի անունը չեմ ուզում հնչեցնել, որովհետև դուք արդեն գիտեք որ մասն է խոսքը։ Բոլորը մեղավոր են այդ հոդվածում։ Շատ հետաքրքիր է, որ այդ դատավորի մոտ Շուշանյանի կալանքից հետո բացվեց, այսպես ասեմ, բոլոր հայտնի անձանց կալանքներ տանը։ Շուշանյանը առաջին այդ նույն օրերի, սեպտեմբերյան այդ օրերի, ինքը Մուշերի կալանավորումից հետո այսպես շղթան բացվեց։ Հիմա հնչեղ գործով, չեմ ուզում անունները հնչեցնել, հանրության համար հնչեղ գործով որևէ մեկին կալանքի են տանում, միանգամից գիտեր ում վրա պիտի մակագրվի։ Հատկապես էր, որ քրեակատարական հիմնարկում ասում էր, որ գոնե ուրիշ բան կալանանում էր։ Հաջորդը սեպտեմբերյան այդ նույն օրերին Ռեսպուբլիկյան գրառում էր կատարել դարձյալ 330 որակվելով հետագայում մեր գործով զբաղվել է կազմակերպությունը Ստելան Ռավաջանյան, ում կալանքի չտանան միայն այն բաց պատճառով, որ ինքը գական սերի էր, սա ևս ակրիչի մարացնոտեցումը սա էր, այսինք եթե տաղամակներ տանեն կալանքի, հասկանում եք այդ անհասկանալի մոտեցումը։ Նույնիսկ չեն են հացել, եթե տաղամակներ կտանեն կալանքի, ինչ է նշանակում, այսինք հանցագործությունը ազժելու սեր է, նաև այսպիսի մոտեցում կա, անձնապես բարը չեն թվում ասելու, հարգելով բոլոր ներկաներին, որքան է զայրույթը այս մոտեցման հա, մի խոսքով, այս դեպքում 230 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը դարձյալ բռնության կոչ, դատարանը պատիժ սահմանեց հանրային աշխատանք, համաձայն չէին, հիմա այն գործընկերները կզարմանան եթե ասեն, նոր է ուժի մեջ մտել, վճռավեկ դատարանը մերժեց արդարացման վերաբերյալ մեր բողոքը, ես որպես նրա հաստատան դատարան դիտում եմ գրել պատժի խստացման դուգանքի, որովհետև հանրային աշխատանք չի կատարելու եւ շատերը հարցնում են ասում են պատժի խստացման մեղադրանքի կողմն է տալու ինչ եք դուք տարել եւ մի քիչ անլուրջ է տալու, որ մենք բայց ինքն ասեց որ ես չեմ կատարել այդ աշխատանքը, ես ավելավետ դուգանք վճարել, որովհետև եւ նաեւ պրոբացիա ծառայությունից ասացին որ նորմալ չի եթե դուք եք ծառայացնելու բանը, ասեցին ավելի լավ է մենք կատարենք, նաեւ պրոբացիա աշխատանքը կհեշտացնենք, կթեթևացնենք, դեռևս այս կապակցությամբ որոշում չունենք։ Պատժի խստացման մեր դիմումը դատարանի որոշումներ չունենք։ Եվ երրորդ գործը, որը շատ տարօրինակ էր, մեր իմ պաշտպանյալներից այդ տղան Ռեսպուբլիկյան գրառում էր կատարել, Հայաստանում չէր գտնվել այդ ժամանակ, նախաձեռնել էր վարույթ, հայտնաբերել էր հետախուզում, երբ վերադարձան օդանավակայանում ձերբակալեցին, ներկայացրեցին քննչական, դեպի քննչական, Ավագածոտի մասին քննչականաբանությունում էր քննվում եւ մի 3 ամիս անցել էր սեպտեմբերյան գրառումից, դեկտեմբերի վերջն էր, քննիչը շատ բարձ ասեց, շատ անկեղծ, ասեց քանի որ քո գրառումը կատարելու ժամանակ դու ՀՀ-ում չես եղել, այսինքն հանցանք ՀՀ-ում չես կատարել, մեր քրեականացին քո վրա չի տարածվում։ Ես հիմա կգացեմ ձայնագրությունը, դուք ասեք որ գրառումը ՀՀ-ում չես կատարել եւ ես կփակեմ գործը, որտեղ հանցանքը ՀՀ տարածքում չես կատարել։ Ըստ էության այդպես էլ արեցին։ Եվ այդ տղան հարց է պատասխանում, հիմա կարող եմ գնալ Վրաստան, նորից նույն միությունը գրել եւ վերգալ։ Այսինքն
եթե դու հրապարակային կոչ կամ բռնության կոչ չես կատարում հեռատարածքում, քեզ ազատում է։ Եթե դու կատարում ես հեռում, քեզ դատում է։ Ինչ է, այս նման այդ սեպտեմբերյան այդ գրավումը նորից նկատմամբ քերականարակ նկատմամբ քերական հետապնդումը դադարեցվեց այդ դեպքում, որ ինքը դա չէր կատարել հեռատարածքում։ 330 հոդվածի հատկանիշներով էր հարութը նախաձեռնվել։ Եվ չորրորդ գործը, որով ներկայացմակետությունում պաշտպանություն են իրականացնում, մինչ օրս է, սա արդեն 329 հոդվածով է, որը վերաբերում է ատելության խտրականության։ Մինչ այս գործն անդրադառնալ, ուզում եմ մի դրվագ այս գործի մասին ասեմ։ 2023 թվականի տվյալներով 329 հոդվածի հատկանիշներով 30 մարդու նկատմամբ նախաձեռնված վարույթներ է եղել, 38-ից 36-ը վերաբերել է կամ վարչապետի, կամ նրա ընտանիքի անդամների, կամ ԿՊ վարչության անդամներից որևէ մեկի նկատմամբ ատելության, խտրականության կամ թշնաման հրահարելու խոսքով միայն մեկ գործ չի վերաբերել իշխող կուսակցությանը։ Հասարակական գործ չի եղած եղել, որը նաև ընդդիմադիր չի հանդիսանում։ Սա շատ լավ ցուցիչ է, որպեսզի հասկանանք 329 հոդվածի կիրառումը 38-ից 37 դեպքում մի տարվա մեջ ուղղված է եղել իշխող քաղաքական թիմի կամ վարչապետի մերձավորների նկատմամբ հնչեցված խոսքի մեկ դեպք ընդամենը, որը ուղղված չի եղել իշխանությանը, այսպես ասեմ, հա։ Իսկ տարանջատումը ինքնին արդեն շատ խոսում է, ցայտում են թողնում այս վիճակագրական տվյալները հիմնականում վերցրել է կամ քննչական կոմիտեի կայքեջից կամ գլխավորատվության կայքեջից, երկու տվյալ են վերցրել լրատվամիջոցների էջերից, հետքից եւ մյուս կետերից։ Ուզում բաց աղբյուրներում այս վիճակագրությունը կա։ Այս գործը, որում ներկայացմակետությունը 329-ի երկրորդ մասի առաջին երկրորդ կետերով նախաձեռնված է եղել, առաջացանի դատական ակտով մեղադրանքը վերավորակվել է 329-ի առաջին մաս, վերաքննիչ բողոքս մասնակի բավարարվել է առաջացանի դատանը ուղղակի է նախատեսել և ես և դատախազը վերաքննիչ բողոքների ներկայացել ես արտարացման, դատախազը ազատազրկման, վերաքննիչ դատարանը որոշեց տուգանքի սահմանաչափը նվազեցնել, բայց որոշում նոր եկացել և չեմ ստացել ճնաբեք բողոք, հավանաբար և գլխավոր դատախազը կտանը և ես։ Ինչու այս գաղթում ասեցի, հետո ասեմ, որ գործն է, հանրությանը հայտնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով տեղի ունեցած դեպքն է, Տիգրան Տերոյանի Աննա Հակոբյանի տեղեկացած միջավայրը։ Տիգրան Տերոյան։ 73 տարեկան տատիկ է։ Ինչ է տեղի ունեցել։ Այդ կադրերը կա մոտ 10 րոպե, երբ անցած տարի ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը դստել է Տիգրապաների մոտենում է անմարգարակի մոտ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոհարելով, այնտեղ գտնվող մի քանի տասնյակ կամ գուցե մի քանի 100 մարդ բանկարկումներ է սկսում։ Նաև քաղաքական մոթիվ արկարկումներ։ Համացանցում հասանել են, ցանկացած բանի, որում բազմաթիվ լրատվամիջոցներ կան, ապրիլի 24 պատկերացրեք հմեկով, պաշտոնական, ոչ պաշտոնական, իշխանական, ոչ իշխանական, բոլոր լրատվամիջոցները նկարահանել են։ Այդ օրը երեկոյան մեր պաշտպանյալի ներկայացնում են ոստիկանությունը, քննչական, կալանավորում են, անում են ԶՊՎ։ Ամբողջ ողբերգությունը կայանում է նրան, որ այն անձի ում տարել են և ում մեղադրանք են նախաձեռնել ում պաշտպանում են։ Այդ 10 րոպեանոց տեսանյութերը, որով նաև դատարանով է սահմանություն ներկայացնում, ինքը այդ տեսանյութի մեջ կան ընդամենը 20 թվարկյալ։ 4 դրվա 20 թվարկյալ տևողությամբ։ Մենք ենք առանձնացել դատարանը ցույց տվել մեղադրանքի կողմից ներկայացած այն ապացույցը։ Այդ 28 թվարկյանների մեջ ինքը բացարձակապես մեկ բառ գոնե չի ասում։ Պարզապես չի ասում։
Իր մեղադրանքը կառուցված է հետևյալներով. շուրջ 10 րոպե տևողությամբ, վանկարգել է ատելության խոսք, ուղղված վարչապետին և նրա դիրքոջը։ Հիմա դատարանը խնդրում է, աղաչում է, ցույց տվել մեկ բան այն տեսակետից, որը ներկայացել է։ Մեղադրանքի կողմը վերցրել էր panorama.ee կայքի յութուբյան տեսագրությունը։ Ես առաջարկեցի ցանկացած այլ կայքի կամ լրատվամիջոցի տեսագրություն հետազոտել։ Հանրային մեղադրանքի կողմը տվեց ոչ, սա ենք վերել, սա որպես ապացույցներ կան։ Այդ ապացույցը հրապարակել ենք, դատարանում զննել ենք, վարկյան առ վարկյան դիտել ենք։ Խնդրեցի ցույց տամ մի դրվագ, որ Տիգրան Տեր-Բոյանը ատելության խոսք է ասում։ Որ դեպքը դերևս է, մենք չենք երկում, բայց ով Տիգրան Տեր-Բոյանը չի ասել, սա էլ է փաստ։ Հանրային մեղադրողը պնդեց, որ չէ, ինքը ասել է, թեև տեսակցություն չկա, եւ Առաջացյալի դատարանը որոշեց դատապարտել տուգանքի իմանալով, որ Տիգրան Տեր-Բոյանը թոշակառու է, ինքը նույնիսկ այդ թոշակով իր դեղորայքները չի կարողանում կարիքները հոգա, այսինքն ի սկզբանե այնպիսի ծանր պատժի տեսակ, որը չկատարելը հանգեցնելու էր պրոբացիայի ծառայության կողմից ընտրված պատժատեսակի ծանրացան պատժատեսակի անցնելու քաղաքականություն։ Դե վերաքննիչ դատարանում նորից ներկայացրեցինք, գիտեք ինչն է հետաքրքիր և այս դեպքում, և Շուշանյանի դեպքում մեղադրանքի կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանից պահանջելով Առաջացյալի դատական ակտի բերկանում և պատժի խստացում, չպահպանելով դատարանական օրենքը և երկրորդ դեպքում վերաքննիչ դատարանները մեղադրանքի կողմին հուշեցի, որ ձեր պահանջը մեր իրավասությունից դուրս է, առավելագույնը կարող եք խնդրել, որ մենք բերկանանք։ Տիգրան Տեր-Բոյանի դեպքում ևս դատախազը ասեց, այո, մենք շփոթվել ենք, ձեր լիազորությունների մեջ մեր պահանջը չի մտնում, պահանջում ենք բերկանել ներքնության ուղարկել։ Այդտեղից արդեն հասկանում ես, որ դատախազությունը բողոքները տանում է ոչ թե անձին կատարած արարքի համար մեղադրել, այլ պատժելու իր խոսքի համար կամ իր դժվարքագծի համար։ Տիգրան Տեր-Բոյանը ընդհանրապես չի խոսել։ Ես հարգելով ձեր բոլոր ժամանակը կարող եմ հիմա միասին դիտել, որ Տիգրան Տեր-Բոյանը կա, բայց խոսքը չկա, պարզապես չի խոսում։ Նույնիսկ ինքը ասում է դատանցություն տվեց, ասեց ես մոտեցա, ասի բառացի բառերը, մեղ չէր երեխան, այստեղից գնացել գոնե երեխան կրել չտանչի։ Իր բառերը անդակոտանի, որը տեսանություն չկա, ինքը իր ցուցմունքում ասել է ինչ է խոսացել։ Բայց հանրային մեղադրողը տանում է շատ դուրս մեկով, ասում է 10 րոպե տևողությամբ ինքը ատելության խոսք է տարածել։ Եվ պայմանավորված քաղաքական հայացքներով ատելության խոսք է տարածել երկրի վարչապետի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ինչ է, այս գործը ևս դատարանում քննության փուլում է գտնվում։ Այս 4 գործերով ըստ էության երկուսով դեռևս մեր կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Շուշանյանի և Տեր-Բոյանի, Աղաջանյանի գործով նշեցի Ստելայի դեռևս չգիտենք ինչ կլինի և Սարդարյանի գործով կարճել է, որովհետև ինքը գրառումը ֆեյսբուքյան կատարել էր երկրում չգտնվելու ժամանակ։ Հետևաբար, եթե պատկերացրեք, օրինակ Ստելա Աղաջանյանը կամ Շուշանյանը երկրում չգտնվելու ժամանակ այդ գրառումը կատարեին, իրենց նկատմամբ հետապնդում չէր լինի։ Դե սա մեր իրավաբանության դասեր, խոսքը ինչ է։ Եվ մի գործ էլ կար, որի մասին շատ կարճ խոսենք, որը պայմանավորված է խոսքի ազատությանը, բայց որակումը տվել են խուլիգանություն։ Մեր պաշտպանյանը մոտեցել է երկրի վարչապետին կնոջ հետ և ասել պատասխան է ստանում զոհված ընկերներիս համար, արկածել է բռնել ասֆալտին, խուլիգանություն կատարելու համար, այդ գործը գտնում է դատարանի վարույթում։ Այսինքն իրեն մեղադրում է ոչ թե իր խոսացածի համար, այլ խուլիգանություն կատարելու համար։ Ընդ որում Առաջացյալում մի շրջանում արդեն քննվել է և նույնիսկ ինքնազոհի անդամները եկան ասացին, որ վարչապետի ինքնազոհի ծառայողները ասացին, որ խուլիգանություն իրենք չեն տեսել, այսպես ասեմ։ Բայց հանրային մեղադրողը պնդում է, որ չէ դա խուլիգանությունները, ավելին ասեմ, վերաքննիչ դատարանը
Մեղավորական դատավեճերը բեկանել են նոր քննության ուղարկել, բավարարելով պաշտպանի մեր բողոքը հատկապես այն հիմքով, որ հանրային քրեական հետապնդման ժամկետները խախտել են դատախազության կողմից եւ փաստորեն ժամկետները խախտման պայմաններում շարունակվել հետապնդում իրականացնել առաջացան դատանը պիտի այս հարցը լուծում տա։ Ես շատ հոգնեցի հավանաբար ձեզ բոլորիդ, մի խոսքով մեր կազմակերպության վերջի 2-3 տարիների փորձը ներկայացրեցի, ինչ աշխատանքներ են կատարել, նաև ուզում եմ նշել իմ փորձը եթե հարավն ավելացնելու բաները, այլ բարիներից անկեղծորեն տեղակ չեն, ներողություն եմ խնդրում, որ փորձեցի կատարած աշխատանքների մասով ամփոփել։ Կուզենայի նշել, որ այս տենդենսը բավականին մտահոգիչ է, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում կան նորաստեղծ ստորաբաժանումներ եւ չերեթակցնում հենց այն վարորդները, որով աշխատել են, կա այդպիսի փաստաթղթեր իրականացնում են իրենց այդ ստորաբաժանումներում համացանցի մոնիտորինգ, վշտի դիտարկում են ազատության սահմանը անցել է, իրենք են բացում, գրում են համապատասխան զեկուցակներ եւ դրանցով նախաձեռնում են վարորդը։ Այս բոլոր գործերով մենք ունենք այդպիսի փաստեր եւ թույլ տվեք մի փոքր անհամեստ լինել եւ ասել 3 դրվագով ես ինքս եմ հրավիրել մեր քննչական մարմին իմ տեսության գրառումների հետ կապված 330-ով կամ 329-ով երկուսով որոշում կա կայացված հետապնդում իրականացնել, մեկով չգիտեք ինչ տեղի ունեցել եւ ինձ նորից նույն ասել են, որ դատախազում կամ ոստիկանությունում կատարվել է մոնիտորինգ, գրառում են կատարել, որի հատկանիշները համարվում է 330 կամ 29-ին, կանչել են քաղաքավարից զգուշացել, դա կլինի գրառումներ չկատարել, այսպես, բայց ինչն է մտահոգում, որ պետությունը աննկարագրելի մեծ ռեսուրս է ծախսում խոսքի ազատությունը նաև այս միջոցով սահմանափակելու եւ հատկապես օրինակ տեսեք 339-ով եւ 1 տարվա ընթացքում նախաձեռնված վարույթներից 38 վարույթից 37-ը վերաբերում է վարչապետին կամ ընտանիքին կամ իշխանության վարսագույն պաշտոններ զբաղեցնող անձանց եւ միայն մեկը հասարակական գործչի նկատմամբ ապելության խոսք տարածելու վերաբերում եւ մենք քննչական կոմիտեի վիճակագրության մեջ ունենք 2024 թվականի գետ մեկ գործ 329-ով, որը վերաբերում է ընդդիմադիր որևէ քաղաքական գործ չի։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում թիրախավորվում են միայն իշխանության ներկայացուցիչները։ Արցախցիներն են թիրախավորվում են եւ արևներ չկան։ Այո, ճիշտ է։ Այսքանը շնորհակալություն, եթե օգնեցիք ձեզ կներեք